Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է հունիսի 1-ից մինչև 7-ը ընկած ժամանակահատվածի համար։ Հունիսի 1-ը սկսվում է երկուշաբթի օրվանից, հունիսի 1-ին նաև Մերկուրին է անցնում մեկ այլ նշան և հենց այնտեղ է կարծես թե լինում է հետադարձ հունիսի վերջ, այնպես որ եթե ինչ-որ գործեր ունեք անելու, արեք մինչև հունիսի գոնե 15-ը, դրանից հետո արդեն հարկավոր չէ ոչինչ անել, հատկապես կենցաղային տեխնիկա գնել, պլաստիկ վիրահատություններ անել եւ այլն, ես շատ եմ խոսել այդ մասին։ Դե հենց շատ կարևոր է նաև մայիսի 31-ին տեղի ունենում շատ կարևոր լիալուսին բոլորիս համար, որը լինելու է շատ վատ աստղերի ներքո, շատ պատերազմական աստղերի ներքո, ես ինչու երկրից դուրս եկա ավելի շուտ, քան նախատեսել էի, որովհետև մայիսի 31-ին այդ միացումները, այդ լարված պահերը, այդ աստղերի ներկայությունը դրանք համարվում են, ինչպես է հայերեն, դե մենք ընդհանրապես որպես այդպես ռուսերեն ենք սովորել, բնականաբար դա կոչվում է օս կատաստրոֆ, այսինքն շատ վատ իրավիճակներ, շատ վատ բաներ կարող են նաև լինել, հատկապես երբ որ Ուրանը արդեն անցել է եկվորյակ նշան և ինքը այնտեղ շատ լավ է զգում, եթե հանկարծ լարված միացումներ ունենա, ապա բնականաբար սա ևս կազդի իր վրա, իսկ Ուրանը գիտենք, որ դա վերաբերվում է էլեկտրականությանը, դա վերաբերվում է թռիչքներին, դա վերաբերվում է, լավ է, որ օրինակ չի եղել մայիսի 28-ին, այդ լիալուսինը, որովհետև շատ ավելի վատ բաներ տեղի կունենար, որովհետև այդ օրն էր, որ թռիչքներ են և ցույց են տալիս մեր զենքերը։ Այդ ամենը վերաբերվում է, դե բնականաբար պետք է նաև շատ զգույշ լինեն բոլոր, ովքեր որ զենք են օգտագործում, հատկապես այդ օրերին։ Շատ հարցեր կան, որ նաև այդ օրերին պետք է շատ ուշադիր լինել մեքենա վարելուց, որովհետև բոլոր ավիավթարներ, բոլոր վթարները կապված կլինեն այդ օրվա հետ, որովհետև ես չեմ ասում կարող է հենց այդ օրը լինի, հնարավոր է այդ օրը լինի, նաև հնարավոր են 1-2 օր այս ու այն կողմ, ևս չի բացառվում, որովհետև լիալուսինը դա հատկապես մեկ ամսվա ընթացքում երկու լիալուսին դա երկու էներգիա է, երկու լարված էներգիա է, պլյուս հատկապես մայիսի 31-ին լարված էներգիան բավականին շատ է, հատկապես այդ երկու ամենավատ աստղերի ներքո, միացումների ներքո, բացի դա էլ մենք ունենք շատ ավելի կարևոր մոլորակի լարված միացում, կետի լարված միացում է, դրա համար բոլոր մարդիկ կարծես վերածնվում են և դժվարությունների միջով են անցնում վերածնվելու համար։ Դա եղել է մեկ էլ ես իմ որ դարերում այդ միացումը, նման նույն միացումը և հիմա է այդ միացումը, որքան հիշում եմ այս տարի պետք է ինքը դուրս գա և բաց թողնի վերջո այդ ամբողջ լարվածությունը, այդ ամբողջ այն ինչ որ կա, դա է որ ժողովրդին այդպես և ոչ միայն Հայաստանում առավել ևս, ամբողջ աշխարհում է դրա համար այդպես, մարդիկ ագրեսիվ են և ցավից ելնելով պետք է վերածնվեն բոլորը, ովքեր վերածնվում են, ովքեր որ թույլ են, իջնում են հատակ, դա մարդկությունն է, դա ոչ ոք ոչինչ չի կարող անել, ոչ ոք ոչինչ չի կարող փոխել, դա մարդկության տեսակ է, չես կարող բոլորին ասել, ուժեղ եղի, որպեսզի կարողանաս վերածնվել, ոչ բոլորն են դրա ունակ։ Դե երևի թե այսքանը, երևի, և ուզում եմ ևս մեկ բան էլ ասել, քանի Հայաստանում էի հենց նոր եմ հիշել, որովհետև Հայաստանի տոպրակներից ընկան ձեռքս, դա ևս է, ես Հայաստանի մասին խոսել եմ, շատ քիչ մարդ է նայել, ու եթերի ժամանակ խոսել եմ, դե արդեն մարդիկ գիտեն գնային, թե չեն նայի, չեմ կարող ստիպել, բայց այստեղ նաև կասեմ, որ օրինակ Հայաստանում տոպրակ ավելի թանկ է, քան դրսում, դա պասեմ, եթե 50 դրամ է, դա 50 դրամ ավելի թանկ է, քան դրսում, որ գնում ես 7 ցենտ, 7 ցենտը դա 28 դրամ է անում, Հայաստանի
գումարով։ Եվ ավելի մեծ տոպրակ ես գնում իդեպ։ Եթե վերածենք այդպես ամեն ինչին։ Դա եւս գումարում եմ այն ասածներից, որ ասել եմ ես ուղիղ եթերի ժամանակ եւ Facebook-ում եւ այս ալիքում եւ աստղաբանության ալիքում։ Դե եթե հետաքրքրի կարող եք մտնել, փնտրել ուղիղ եթերը, ավտոբուսների մասին է եւ այնտեղ կարող եք նաեւ գտնել իմ մնացած նշումները, որոնք որ ես նշում եմ Հայաստան այցելելուց հետո, տարբերությունները, բոլոր տարբերությունները։ Դե այսքանը երևի ամառային ժամանակն է, նաև հունիսի 1-ը երեխաների տոնն է, եւս մեկ անգամ էլ շնորհավորում եմ, չնայած հունիսի 1-ի կանխատեսմանը մեջ արդեն ես շնորհավորել եմ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ երեխաների համար, ոչ թե պետք է լինի միշտ 1 տոն, այլ պետք է լինի միշտ տոն, որ երեխան իրեն սիրված կա, որովհետեւ հենց մանկության տրավմաները, որոնք որ գալիս են, չսիրված լինելուց է, այս բոլորի ագրեսիվ պահվածքի տակ չսիրված լինելն է։ Մեկը երեխաների կողմից, մեկը ծնողների կողմից, մեկը ամուսնու, կնոջ եւ այլն, այդ ամենը բխում է ներսից։ Ներսից է եւ նստել է արդեն այդ մարդու մոտ։ Սերը չկա, սերը։ Դրա համար, երբ որ երեխային միայն սեր ես տալի իր օրը, անգամ շատ ծնողներ այդ սերն էլ չեն տալիս հենց այդ մի օրը, դրա համար երեխաների մոտ միշտ նստում է։ Դու ինչ չտարար այդ օրը մի հատ հրապարակ, տանեիր մի հատ մորոժնո գումար չունեիր, ես մի հատ մորոժնյով կբավարարվեի, տանեիր, ես տեսնեի այդ ամեն ինչը կազմակերպված է երեխաների համար։ Եվ երեխան այդպես սկսվում է ագրեսիվությունը, սկսվում ծնողի հանդեպ, որովհետև սեր չի նկատում, հետո հարձակվում է մեր նման մարդկանց վրա, որովհետև էլի սիրո պակասությունն է։ Այսքանն է ուզում ասել եւ հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, կանխատեսումը նույնն է, ինչ որ կար, այն ինչ որ ինչպես որ անում ենք։ Դե այսօր ուշ եղավ, որովհետեւ ժամանակի բերումով ես դասերի էի եւ հիմա եւս էլի դասերի եմ, արդեն Facebook-ում ներկայացրել եմ հենց այս շաբաթը հատկապես դասերի եմ եւ հնարավոր չի լինում ավելի շուտ անել ոչ թե տեսանյութերը։ Այսքանը։ Եվ հիմա արդեն գնանք կանխատեսումը, կսկսենք խոյերից։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Ընդհանուր ֆոնն է մեզ հարկավոր հաջողություն, տեսեք ներքևում էր, եթե սկիզբը նայեք, դրված էր ներքևում, պտտվեց, էլի նորից դուրս եկավ։ Հաջողություն է սպասվում ձեզ յուրաքանչյուր գործերում, այն ինչ որ դուք կանեք այս շաբաթվա ընթացքում, ամբողջ շաբաթվա ընթացքում։ Տեսնենք ինչ է սպասվում։ Այստեղ հարաբերություններում հատկապես նոր ծանոթացած մարդկանց պետք է մի փոքր ուշադիր լինեք, որովհետև խորամանկ են, կամ խորամանկորեն մտնում են ձեր կյանք, կամ նաև ընտանիքի անդամները կարող են խորամանկ լինել ձեր հանդեպ, ինչ-որ մի բան ունենալու համար։ Նաև եւ նոր ծանոթություններին պետք է շատ ուշադիր լինել, որովհետև խորամանկությունը դա եւս է խաբեություն է, սա խաբեությունը չի բացառվում նաև ընտանիքի անդամները ինչ որ իրենց շահի համար ոչ մի բան փորձեն ձեզ խաբել կամ այդպես զգաք, որ ձեր հանդեպ մի տեսակ խորամանկ են, ձեր գումարները վերցնեն, ինչ որ մի բան։ Սա գայթակղություն է նաև, կարող եք գայթակղվել, կարող եք սիրահարվել, կարող եք ավելի լավ տեսք ունենալ եւ դրա համար այդպես երկրպագուների բանակ ունենալ ձեր հետևից քայլեն։ Նոր ծանոթությունների համար էլի եմ շեշտում շատ ուշադիր եղեք։ Աշխատանքի հետ կապված ինչ որ բան եք ընտրալու։ Նոր մի բան եք ընտրալու, միգուցե բիզնես եք ուզում բացել, նոր աշխատանքի եք ուզում տեղափոխվել կամ ուզում եք աշխատանքը փոխել, այդպես ինչ որ մի ուղի եք ընտրալու կամ նոր գործ, նոր բիզնես, որը եւս ընտրալու եք, օրինակ ինչ եք հստակ ուզում վաճառել, ինչ եք ուզում անել։ Այդպես այդ ուղին կընտրեք այս շաբաթ։ Վերջ ուզում եմ սա անել, վերջ ուզում եմ փակել, ուզում եմ այս աշխատանքից դուրս գալ, ուզում եմ մեկ այլ տեղ աշխատել, ավելի հանգիստ եւ այլն։
Գումարը նորմալ է ձեզ մոտ, գումարը բարձրանում է, ճիշտ է, եկամուտներ, եթե հատկապես բիզնես ունեք, եկամուտները մի քիչ եք տեսնում, մի քիչ դանդաղ կարող է գալ, ոչ ստաբիլ, բայց պետք է հասկանաք, որ դա սկիզբն է եւ եթե դուք համբերատար լինեք, ապա նա կսկսի քիչ-քիչ աճել։ Ժամանակ է հարկավոր, որ դուք տեսնեք ձեր եկամուտները, ձեր արդյունքները, հա, ինչ որ դուք ուզում եք։ Միգուցե աշխատավարձը նույնպես քիչ-քիչ է բարձրանում եւ դա ձեզ ձանձրացնում է, դա համար եք ուզում ինչ-որ մի բան փոխեք ձեզ մոտ, որ արդեն ավելի արագ ստանաք գումարը, ավելի հա ոնց որ տեսանելի լինի գումարը։ Գումար կարող եք նաև ստանալ ձեր ծնողներից, ծնողները կարող են օգնել, միգուցե նաև դուք պետք է օգնեք ձեր ծնողներին։ Գումար կարող եք ծախսել այս շաբաթ ձեր գեղեցկության վրա, ձեր առողջության հետ կապված, միգուցե կոսմետոլոգի մոտ այցելեք, այդպես այդտեղ գումարը հարկավոր լինի օգտագործել։ Իսկ առողջության հետ կապված անձամբ դուք ոչ մի խնդիր չունեք, ձեր առողջությունը հիանալի է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Դե օրինակ ինձ պետք է անգնի 10-ը, որովհետև ես 10-ին եմ։ Այնքան շոկ է Ֆրանսիայում, որ ալարում ես անգամ շնչես, ունած գնաց հուսամ հովա ներսը։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Փոփոխություն է մտնելու ձեր կյանք։ Ոմանք տեղափոխություն, մեկ այլ բնակարան, մեկ այլ հասցե, կամ ինչ որ գլոբալ փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Ոնց որ թղիություն, ծննդաբերություն, ավելի շատ շարժ։ Դա ինչ որ մի բան է, որը փոխելու է ձեր կյանքը իր մուտք գործելով։ Տեսնենք ինչ է սպասվում ցուլերին։ Նայեք, անձնական կյանքում գերգերեսանի մարդիկ են նստած, դա նշանակում է, որ եւ նոր ծանոթությունը եւս թեկուզ ձեր ընտանիքի հետ ծանոթությունը եւս երկերեսանիություն է, երկերեսանի են։ Միգուցե նոր ծանոթությունը հակառակ սերի ներկայացուցչի հետ եւս էլի ձեր հանդեպ ազնիվ չէ, ինչ որ մի բանի, ինչ որ մի նպատակի համար է ձեզ մոտեցել, հստակ հա, ինչ որ նպատակ ունի։ Տան անդամները եւս չի բացառվում, հա, եկեք այս թեման ա, որ ես ասում եմ, վատ մի զգացեք, որովհետեւ շատ ընտանիքներ կան, որ մեկը մյուսի հանդեպ իրոք երկերեսանիություն են անում, ուրիշ ձև են, լիքը մարդիկ, լիքը ընտանիքներ։ Ես գիտեմ մարդը, որ իր ամուսնոց դա էլ է երկերեսանիություն կոչվում, իր ամուսնոց մշտապես մի ապրանքը 10 անգամ վաճառում էր, հետո գնում էր այդ գումարին ուրիշ բաներ առնում, հետո դրա վրա էլ էր էլի գումար աշխատում։ Մի խոսքով անընդհատ այդ ամուսնուն գումար տում, բարդքով են վերցրել է շորը, պետք է գումարը տամ, բայց ինքը արդեն առել է այդ հագուստը, կրել է, շատ դա էլ է երկերեսանիություն կոչվում, բնական է։ Ամեն մեկը ինչ-որ մի չնչին բանը եւս էլի։ Աշխատանքի հետ կապված կամ աշխատանք եթե փնտրում եք, կարող եք այդպես փնտրտուքների մեջ լինել, կամ աշխատանքը կարող է կապված լինել ճանապարհի հետ, անդադ գնաք, գաք, կամ մենակ տաքսի վարեք, կամ մեկ այլ բան, առաքում, դե նաև գործուղում եք, կարող եք գործուղման գնալ, ձեր գործերը առաջ կմղեք, ձեր բիզնեսը առաջ կմղեք, այն ինչ որ կա, հա, խանգարող ոչինչ չկա, հատկապես փոփոխություն այնտեղ տեղ ունենում եւ դուք եւս, հա, կկարողանաք փոփոխություն մտցնել նաեւ ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում։ Ոմանք հենց աշխատանքի համար կարող եք նաեւ տեղափոխվել մեկ այլ երկիր, գնալ մեկ այլ երկիր, հա, մեկ այլ տարածք, կարող է տարածքն եք փոխում, եթե բիզնես ունեք, այդպես կարող ինչ որ մի բան ճանապարհների հետ կապված լինի, փոփոխության այստեղից այնտեղ տեղափոխվելու, կարող է նաև ձեզ են տեղափոխում այս բաժնից մյուս բաժինը, այդպես։ Գումարային առումով բավականին էմոցիոնալ կլինեք, միգուցե ինչ-որ բաներ պետք է վճարեք, միգուցե գումար է գալիս, դրա համար եք էմոցիոնալ, այդպես դե ասեմ ինձ համար ասեմ Ֆրանսիայում ես մինչև դասերիս ավարտն եմ Ֆրանսիայում մնալու, գնում եմ Ավստրալիա,
այնտեղ լավ է, այնտեղ եղանակը հիանալի է, գնում եմ այնտեղ եւ իրոք Ֆրանսիայում պետք է նյարդերդ անջատես, որ ապրես, հատկապես այս ֆինանսական առումով, այնքան թվերու ես ինչա գալիս, որ հոգնում ես, որ դու Ֆրանսիայում անգամ ինչ-որ մի գործ ունես, ինձ որ մնա, ես բոլորը կփակեմ եւ կհանեմ այստեղից, նյարդայնացնում է ամեն ինչ։ Եվ այդպես հա ինչ-որ կողը մեկը գումար է, այդպես կողը մեքենա եք վարել, չեք տեսել, այնտեղ նկարվել եք, գալիս է, հա, դե համար ոնց որ բարկանում եք, էմոցիոնալ եք, վայ սա պետք է վճարեմ, լույսը, գազը, ջուրը, հա, այդ ամեն ինչը ձեզ էմոցիաների է բերում։ Միգուցե նաև լավն է սա, տալիս են վարկ, ինչ-որ ժառանգություն եք ստանում, կամ ինչ-որ եկամուտն է լավ, շատ է եկամուտը եւ դա եւս էմոցիաներ, որտեղ էմոցիաները երկու տեսակ են լինում։ Եվ այդպես նաև կարող գումար ծախսել ձեր մայրիկի վրա։ Ոմանք կարող է թաքուն գործողություններից գումար աշխատեք, ինչ-որ մի բան վաճառեք, այդպես կամ ինչ-որ գործեր եք անում, որ ընտանիքը չգիտի, որ շատ մարդիկ չգիտեն կամ որ ասում են սևով եք աշխատում եւ այդպես է գումար գալիս, ինչ-որ չափով նաև ձեր վախեցած եք վերցնում այդ գումարը։ Իսկ առողջության հետ կապված անպայման ուշադրություն դարձրեք հորմոններին, վհանաձև գեղձին, անպայման, հա, ուշադրություն դարձրեք։ Տղաները, աղջիկները նույնպես, նաև պետք է այստեղ սեռական օրգաններին նույնպես ուշադրություն դարձնել, որովհետև երբ որ սա ընկնում է, վարակը մեծանում է հատկապես այս քարտի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը շատ զրույց, տարբեր թեմաների մասին, խորհրդատվություն, խորհրդակցություն, իրար հետ կարող նստել, խոսել, ինչ-որ մարդկանց հետ, նաև ինչ-որ լեզվակռիվ սա կարող է լինել, կամ ամբողջ շաբաթվա ընթացքում զգաք, որ ձեր շրջապատում ինչ-որ մարդիկ բան ասում են անընդհատ ձեր շուրջ։ Տեսնենք ինչ է սպասվում եկվորյակներին։ Դե զրույցը կարող է լինել այստեղ նոր ծանոթություն հնարավոր է լինել մտնի ձեր կյանք ինչ-որ մեկը եւ իր հետ շատ շփվեք, բայց ասեմ, որ կարող է շատ երկար չտևի դա։ Դե ինչ-որ չափով կախված է նաեւ ձեզանից, բայց ըստ այդ քարտի ինքը երկար չի տևում այդ ծանոթությունը։ Նաեւ հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նաեւ նորություններ կլսեք ընտանիքի անդամների մասին, փաստաթուղթ կստանաք, որը վերաբերվում է ընտանիքին, հա, ձեր ընտանիք եթե չունեք ընտանիք, ապա սա արդեն անձամբ ձերն է, ձեզ է վերաբերվում միմիայն։ Եվ ավելի ակտիվ կլինեք, հարաբերություններում ավելի ակտիվ կլինեք մեկը մյուսի հետ եւ դա է, հա, կարող է շատ խոսեք, շատ իրար հետ ինչ-որ որոշումներ կայացնեք, հա, ոնց որ կարիքը կլինի, որ երկուսով անդադ քննարկեք ինչ-որ մի հարց։ Աշխատանքի վայրից ինչ-որ գաղտնիք կիմանաք, կամ աշխատողների մասին, կամ հենց բուն աշխատանքի վայրից, նաև աշխատանքից այդտեղ կարող են նաև եթե ինչ-որ բանի եք սպասում, այնտեղից ի վերջո ձայն հանեն, եթե ռեզյումե եք թողել եւ ձայն չկար, հիմա ոնց որ ձայն կանեն ի վերջո, կհասկանաք, որ ինչ-որ պատասխան եղավ, ոմանք նաև կարող են պայմանագիր կնքել, ոմանք պետք է գնան սովորելու հավելյալ ուսում ձեռք բերելու, որպեսզի ավելի լավ աշխատեն, ավելի հմտացնեն, հա, իրենց գիտելիքները, որպեսզի կարողանան օրինակ բարձրանան մի քայլ վերև։ Կարող է հենց ձեր աշխատանքի վայրից են ձեզ ուղարկում սովորելու։ Իրենք են ուզում, որ դուք սովորեք, որպեսզի հա գիտելիքներ ձեռք բերեք, որ ավելի փոխեն ձեր աշխատանքը, փոխեն ձեր աշխատանքի ոճը։ Նաև սա կարող է լինել գիտելիք բիզնեսը բացելու համար, բիզնեսի հետ կապված, որ ինչ-որ մի բան սովորեք, որ կարողանաք անել, բիզնես անել կամ մեկ այլ բան, կամ ինչպես տնօրինել բիզնեսը, ինչպես առաջ տանել բիզնեսը։
Այստեղ հստակ ինչ-որ մարդիկ կարող են պայմանագիր կնքել, կամ բիզնեսի հետ է կապված, կամ աշխատանքի հետ է կապված։ Գումարային առումով, ինչպես որ Ցուլերին ասացի, ձեզ նույնպես կասեմ, բավականին հեսա էմոցիաներ են եւ կամ գումարը պետք է վճարեք, դե համար եք էմոցիոնալ, եկել է այդ վճարման ժամանակը, կամ պետք է հեսա ուրախություն է, որ ձեզ օրինակ գումար է եկել, կամ գումար են տալիս, պարտք են տալիս, վարկ են տալիս, դա եւս հա ձեզ կուրախացնի։ Դա նաեւ գաղտնի գործողություններից եկած գումար է, որ մարդը վախենում մութ է, կամ նաեւ կարող են ձեզ առաջարկել, գիտեք, ինչ որ մութ աշխատանք, մութ գումարներ, դա արդեն ձեզանից է կախված, կընդունեք թե ոչ։ Բայց նաեւ կարող անում եք ինչ որ մի բան, ոնց որ սևով եք անում եւ այդտեղից գումարներ է գալիս։ Գումարը կծախսեք նաեւ ձեր մայրիկի վրա։ Իսկ առողջությունը այստեղ կարող է տրամադրության անկում լինի, կարող է նաև իրոք առողջությունը խանգարի ինչ-որ մի բան անել, դա համար հետևեք ձեր առողջությանը, հատկապես ընդհանուր ֆոնը, խոսակցությունն է, լարվածությունը, նաև կարող է լեզվակռիվը, դա կարող է բերել նաև հեղինակության անկման։ Եվ դուք ձեզ ճնշված գաք, դուք ձեզ ստրեսի մեջ լինեք, հա, որ թեկուզ են, որ ինչու ասեցի այս խոսքը, սա ազդեց իմ հեղինակության վրա, այդպես։ Այսքանը տրամադրությունը ոնց որ անդադ ընկնում է, հետո լավ է, ընկնում է, հետո լավ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Ընդհանուր ֆոնը խոչընդոտներն են, ինչ որ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, կամ միգուցե հաղթահարելով արդեն մտնում եք այս շաբաթ, դե տեսնենք ընդհանուր, տեսնենք մնացածից ինչ կասեք։ Ինչ է սպասվում խեցգետիններին 1-ից 7-ը։ Դա ես ինչ-որ հատուկ խոչընդոտներ չեմ տեսնում, միգուցե խոչընդոտները առողջության հետ են կապված, որտեղ այստեղ հիվանդանոց կա։ Եվ խոչընդոտները կարող են լինել ինչ պատճառով անձնական կյանքում։ Դա կարող է լինել, որ ընկնում եք մանրուքների հետևից, բզբզում եք անընդհատ, եւ ըստ մանրուքների անընդհատ խոսակցություն եւ բնականաբար դա վեճ է առաջացնում եւ խոչընդոտները։ Կամ ինչ-որ բաներ եք հիշել, մանր խնդիրներ են ընտանիքում, դա է խոչընդոտ հանդիսանում, մանր խոսակցություններ են, կամ իրոք, որ ընկնում եք ամեն մի բարի տարի հետևից եւ ոնց որ սկսում եք բզբզալ անընդհատ եւ դա բնական է խոչընդոտ է առաջացնում ընդհանուր ցույց է տալիս անձնական հարաբերությունները։ Դա համար հիմա իմացաք, մի ընկեք այդ մանրուքների հետևից, մի արեք ոչինչ։ Նաև եթե նոր ծանոթություն է, ապա եւս այս դեպքում պետք է անպայման ուշադրություն դարձնեք, թե ինչպես է վերաբերվում, այս դեպքում արդեն պարտադիր է մանրուքը, որ հասկանաք ինչպես է նա ձեզ վերաբերվում, որտեվ են որ սրտի թրթիկները, թիթեռնիկներ, միթեռնիկներ, չեք զգում, թե դիմացինը այն որ ասում մենակ թե հետս նստած է խոսում ենք իրար հետ, բայց թե ինչից, ոնց, ինչ ձև է վերաբերվում, դա այդ բանին ուշադրություն չեք դարձնում։ Իսկ սա ասում է հենց լավ ուսումնասիրի մի հատ մանրուքները, տեսել ինչ ձև է խոսում, ինչ է ասում եւ այլն։ Աշխատանքի հետ կապված կամ կարող եք տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որը գումարով, հա, ավելի բարձր աշխատավարձ է այստեղ, նաև կարող եք գումարներ դնել ձեր բիզնեսի մեջ, ձեր աշխատանքի մեջ, կարող եք նաև աշխատանքի վայրից գումար ուզել, որտեղ կարծես թե տան կամ ընտանիքի անդամների վրա կարող եք գումար ծախսել եւ կարող եք դիմել, որպեսզի ձեզ գումար տան եւ բիզնեսից եւս կարող եք գումար հանել, հատկապես այն մարդկանց համար է սա, ովքեր որ գումար հանելը, հա, ովքեր որ կամ բիզնես ունեն կամ իրար հետ համատեղ գործ եք անում, դուք կարող եք ձեր գումարը վերցնել եւ այլևս սկսել աշխատել մենակ։ Բայց ասեմ, որ մի փոքր խոչընդոտների եք բախվելու, հետո նոր աշխատեք մենակ, այդպես։ Եվ
Նաև դա եկամուտ է։ Եկամուտ է կարող է կողքից ինչ որ գործեր եք անում, եւս էլի ձեզ եկամուտ է գալիս։ Ինչ որ երկրորդ եկամուտի աղբյուր եք գտնում, երկու տեսակ, այդպես սկսում եք աշխատել։ Գումարը կծախսեք տան մեջ, տան համար, ընտանիքի անդամների վրա, նաև կարող եք գումար մտնել տուն, ընտանիքի անդամները աշխատեն կամ տուն վաճառեք, այդպես դրանից գումար գա կամ էլ տուն գնեք, գումարը դրա համար է հարկավոր, դրա համար դիմում եք ինչ որ չափով կամ գումար եք հանում մեծ գումար ձեր գործից, որպեսզի օրինակ տուն գնեք։ Կարող է նաև առիթ է եւ դրա վրա եք գումար ծախսում։ Իսկ առողջության հետ կապված սա պետք է այցելեք բժշկական կենտրոն, սա բժշկական կենտրոնն է ցույց տալիս կամ ձեզ համար է, կամ մեկ ուրիշի համար է, կարող է լինել հղիություն, կարող է լինել ուղղակի ստուգումներ, բայց այցի կարիքը կարող եք ունենալ հիվանդանոց։ Ոչ է բժշկական կենտրոն, դա կարող է լինել օրինակ խալերի հեռացում, պարտադիր չի մարդը պարկի հիվանդանոցը, կարող գնում եք խալերն եք հեռացնում կամ ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցների հունիսի 1-ից մինչև 7-ը։ Հաջողություն։ Ինչ անեք, հաջողությամբ կանեք, հաջողությամբ կընթանա, հաջողությամբ կավարտեք, ավելի հեշտ կդիմեք ինչ-որ մեկին, ավելի հեշտ ինչ-որ գործողություններ կանեք։ Մեկ րոպե մի հատ սրան սատկացնեմ, պստիկ բան է, բայց չգիտես, որ պատուհանը բաց է, ինքան շոք է, Արունը հեղեղվեց, ինքան ահավոր է Հայաստանից եկել ենք հով հավես, ու այստեղ 37 աստիճան, շնչել չեր լինում, պատուհանները փայք էր, շնչել չեր լինում։ Հիմա որ բացել ենք, բոլորը հյուր են գալիս մեզ, դրսից խեղտվում են իրանք էլ։ Ահա, տեսնենք ինչ է սպասվում առույցներին։ Ահա, այստեղ միգուցե նոր ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ եւ ասեմ, որ բավականին ազդեցիկ մարդու հետ կարող եք ծանոթանալ կամ նաեւ այդպես կարող եք հենվել այդ մարդու վրա կամ կարող ձեր երկրորդ կեսն է ավելի ինչ որ կարիքը կա հենվելու իր վրա ոնց որ վստահում եք, հայ գիտեք, որ ինչ էլ որ լինի ինքը կա եւ ձեզ աջակցում է։ Այդ զգացողությունը կունենաք, իսկ ոմանք էլ իրոք կծանոթանան նման մարդու հետ, ում հետ թեկուզ ծանոթությունը, թեկուզ շփումը կհասկանաք, որ իրոք կարող եք շատ հանգիստ ձևով հենվել իր վրա եւ ուժով է ինքը։ Նաեւ կարող է լինել ուղղակի ուժային կառույցի ներկայացուցիչ, ում հետ որ ծանոթանաք, կամ ձեր երկրորդ կեսը կարող է սկսել աշխատել այդպես ուժային կառույցում կամ այդպես դառնալ հեղինակավոր։ Աշխատանքը կարող եք անել այն աշխատանքը, որը որ անում եք անցյալում, դեռ անցյալից եք սկսել դա անել։ Այնպիսի մի աշխատանք է, որը անցյալից է գալիս։ Նույն բանը ոնց որ այն ժամանակ եք արել, հիմա եւս կսկսեք այդ աշխատանքը, կփորձեք նույն բանն անել, ինչ որ անցյալից։ Նաեւ կարող են ձեզ կանչել ինչ որ անցյալի տեղից, որտեղ որ աշխատել եք, ձեզ կարող են կանչել նորից, որ այդպես նույն տեղում սկսեք աշխատել իրենց համար։ Նաև բիզնեսը, եթե ինչ որ նախկինում ինչ որ մի բան եք արել, ձեզ մոտ չի ստացվել, միգուցե նաև ինչ որ գրագիտության պակաս կար եւ այլն, հիմա այդ գործը կսկսեք անել նորից նույն բանը։
Գումարային առումով այստեղ գումարը կամ տալիս եք աղջկան, կամ ինքն է տալիս ձեզ, կամ ինչ-որ աղջիկ է ձեր երեխան է, ձեր քույրն է, ձեր մայրն է, ինքն է ձեզ գումար տալիս, կամ դուք եք իրեն տալիս, վճարներ է այստեղ, կամ ինչ-որ բան եք վաճառում, ինքն է գնում, կամ հակառակ, այլ ինչ-որ գումարային հարցերը հստակ աղջկա հետ է կապված։ Միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ձեր այդպես կինն է նաև, եթե տղա է նայում, ինքը կամ ձեզ այնց գումար ուզի, կամ ինքը գումար բերի տուն։ Հարցեր են, կապված են, կամ կարող եք խոսալ իր հետ գումարային թեմայով ընդհանրապես։ Առողջությունը այստեղ պետք է անպայման ինչ-որ մի բան պետք է հանեք ձեր կյանքից, պետք է հեռացնեք ձեզանից ինչ-որ մի բան, թեկուզ սովորությունը, որ ունեք, ինչ-որ բաներ եք անում, դա պետք է հեռացնեք ձեր կյանքից։ Այնպիսի բաներ, օրինակ, ինչ-որ ծխելը, խմելը, քաղցրը եւ այլն, ինչ-որ բաներ պետք է հեռացնեք անպայման ձեր կյանքից։ Միգուցե նաև, որ ձեր լավի համար, ձեր առողջության համար կարող է պետք լինել, որ դուք դա հանեք անպայման։ Եվ տեղը, այստեղ այս դեպքում արդեն տեղը դատարկվում է ավելի առողջ սնունդի համար, առողջ ապրելակերպի համար։ Միգուցե նաև ինչ-որ բան ուղղակի հեռացնում եք ձեր վրայից, ինչ-որ խալ, ինչ-որ մի բան, ինչ-որ մի օրգան, ինչ-որ մի բան է, որը հեռացնում եք ձեզանից, ձեզ ավելի լավ, ավելի թեթև ապրելու համար, ավելի հանգիստ ապրելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Պետք է ուշադիր լինեն կույսերը, այստեղ խաբեություն կա, այստեղ խորամանկություն կա, հատկապես եթե ձեզ ինչ-որ բաներ կառաջարկեն, պետք է շատ ուշադիր լինեք եւ այդպես հալած յուղի տեղ չընդունեք ամեն ինչ։ Միգուցե նաեւ դուք կարող եք լինել ավելի խորամանկ այս շաբաթ ձեր ուզածին հասնելու համար։ Ինչու՞ չէ նաեւ մարդը կարող է խաբել ինչ առումով, օրինակ եւ պարտքերի համար դա կարող է լինել եւ մեկ այլ հարցերում, մարդը կարող է եւս փորձել ինչ-որ մեկին, թեկուզ օրերը հետաձգելու համար, ինչ-որ բանում հարցում խաբել։ Բայց նաեւ խորամանկ լինել ինչ-որ գործեր անելու համար, ինչ-որ մեկի հետ ծանոթանալու համար, ինչ-որ մեկին տեսնելու համար։ Բայց նաեւ պետք է հասկանաք, որ դիմացինը կարող է լինել այդպես եւ ձեզ վատ դրության մեջ դնի։ Տեսնենք ինչ է սպասվում կույսերին։ Նայեք, այստեղ կար, այս խորամանկությունը նաև դուրս է գալիս այստեղ։ Ընտանիքի անդամներով հնարավոր է ճամփորդեք, հնարավոր է ինչ-որ միտեղ գնաք, կամ ընտանիքի անդամներից ոչ մարդիկ գան, կամ ուղղակի իրենք գնան, ոչ թե ընտանիքով գնաք, գործուղման գնաք, կամ տեղափոխվի մեկ այլ երկիր, մեկ այլ բնակարան, կամ ընդհանուր բոլորով տեղափոխվեք նոր բնակարան, նոր հասցե։ Նաև նա գործուղում է, կարող է ընտանիքի անդամներից ոչ մեկը գնա գործուղման այս շաբաթվա ընթացքում։ Մի գործերը առաջ կտանեք, հարաբերությունները առաջ կգնա, եթե շփվում եք իրար հետ եւ դեռ ոնց որ ինչ-որ անիմաստ փուլերի մեջ եք, հիմա ոնց որ առաջ կգնաք, նաեւ ընտանիքում եթե ինչ-որ մի բան այնպես չէր, ապա այդ գործերը եւս դուք առաջ կտանեք։ Աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան է գնալու ձեր մոտից նորին տեղ բացելու համար, կամ աշխատանքը կարող է ինչ-որ դուրս գաք աշխատանքից նոր ավելի լավ աշխատանք փնտրեք կամ ավելի լավ աշխատանքի համար։ Նաև դա կարող է լինել փոփոխել աշխատանքի ոճը, ձևը, այսինքն ուրիշ ձև սկսեք հիմա անել այդ աշխատանքը, ուրիշ ձև սկսեք վարել ձեր բիզնեսը, ինչ-որ բաներ փոխեք ձեր մոտ, հինը գնա, այսինքն ինքը գիտեք, եթե աշխատանքից է մարդը դուրս գալու, արդեն ոնց որ այս քարտով հասել են էտապը,
հասել են, որ լցվել է արդեն բաժակը, այլ վերջը չեք կարող նաև դուրը շղկացնել, գնալ, բայց արդեն հավաքվել է դա, հասկանում եք, կուտակված բան է։ Այնպես չի, իմպուլսիվ որոշում եք վերջ դուս, այն որ արդեն ամեն օր, ամեն վայրկյան ասած լցնում է ձեզ այդ աշխատանքի վայրի հետ կապված կամ նաև բիզնեսը, գործունեությունը, չէ, այսպես ես չեմ կարող, եւ ինչ-որ բաներ փոխում եք նորին տեղ բացելու համար։ Այսպես թե այնպես ինքը պետք է գնա, որ ավելի լավ լինի, հին ձև մտածելակերպ, նաև աշխատանքում եւ բիզնեսում։ Գումարը այդտեղ կտրուկ կարող եք ծախսել, անսպասելի ծախս կարող է լինել, ուշադիր եղեք, խաբեությունը եւս, կարող եք հետո կռվի մեջ ընկնել գումարի հետ կապված, հենց դա է կարող է գումարի հետ կապված, դուք եք հետաձգում ինչ-որ մարդկանց, որ պետք է դա կամ հակառակը իրենք են խափում ձեզ եւ ամեն օր վաղը եւ կարող է նաեւ վեճ առաջանալ գումարի հետ կապված, թեկուզ աշխատավարձի հետ կապված, աշխատավարձը անդադ ուշացնում են եւ այլն։ Մի խոսքով գումարի հետ կապված ինչ որ կտրուկ քայլ է սա, կտրուկ ծախս, կտրուկ գալ, նաեւ գումար ինչու՞ չէ, կտրուկ կամ վեճ գումարի հետ կապված։ Եվ ինչ որ կարող կտրուկ նաեւ որոշում կայացնել, օրինակ վերջ սա գնում եմ, թե ինչ արժի ինձ չի հետաքրքրում, ես ուզում սա գնել։ Առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ձեր աղիքներին, բոլոր տեսակի 12 մատնյա յուրաքանչյուր, նաև արյան շրջանառությանը, երակներին, միգուցե ինչ-որ միտեղ խցանում կա, միգուցե հենց այսպես դուրս է եկել, նաև ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Ընդհանուր ֆոնը փաստաթղթային հարցեր են, որոնք որ կանեք, ցուցակներ կարող եք կազմել, նամակներ, ինչ-որ գործեր անել համակարգչով, երեխային գրանցել, սա անել, նա անել, ինչ-որ գրելու, ջնջելու հետ ինչ-որ մի բան լրացնելու, կամ նաև ոմանց համար սա նոր ծանոթություն է եւ անդադ նամակագրական կապի մեջ կլինեք։ Փաստաթղթեր քսերոքս կանեք, այստեղ կուղարկեք, այնտեղ կուղարկեք, դուք կստանաք։ Նորություններ շատ կլսեք, անընդհատ ինչ-որ բաներ կարող եք լսել շաբաթվա ընթացքում։ Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին։ Անձնական կյանքում սեր, շատ սեր, կարող եք սիրահարվել, կարող եք սիրախոստովանություն ստանալ, անել, շատ սեր ստանալ ձեր զույգից, ձեր կողակցից, հարաբերությունները այդպես թարմանան, հենց դա է նայեք, նոր սեր եւ շատ խոսակցություն, շատ շփում, նամակներ, իրար այդպես, նաեւ ովքեր որ սպասում էին սիրախոստովանության դիմացինից ապահային կստանաք։ Մեն դեպս ընտանիքում նույնպես շատ սեր կլինի, շատ մեկը մյուսին կհասկանա այդտեղ։ Աշխատանքում ընտրության առջև եք կանգնած լինելու։ Նաև դա կարող է լինել մնալ այդտեղ, թե չմնալ, կարող ինչ-որ առաջարկ են արել, դա եւս, ընդունել թե չընդունել, այդտեղ պայմանագիր կնքել է եւս։ Միգուցե դրա մեջ ընտրություն պետք է կատարեք, կարող պայմանագիր եք կնքում, բայց չեք ուզում մենակ այդքան երկար մնալ այդ աշխատանքի վայրում եւ կասկածում եք, կամ շատ քիչ է պայմանագրի ժամկետը եւ եւս էլի, սկսում եք տատանվել, մտածել արդյոք պետք է թե ոչ։ Նաեւ դա կարող է լինել փաստաթղթեր կամ բիզնես բացելը եւ այլն, դա եւս կարող է տատանվում եք, դեռ մտածում եք արժի, չարժի։ Մտքերը ոնց որ շատ են աշխատանքի եւ բիզնեսի հետ կապված, եւ պետք է ճիշտ ընտրություն անեք։ Եվ եթե այստեղ բիզնես գործընկեր ունեք, հնարավոր է ամեն մեկը գնա իր ճանապարհով, որոշի, որ այլևս չի ուզում զբաղվել այդ գործով։ Գումարային հարցով գումարը կարող եք ծախսել պետական հիմնարկությունում, այնտեղից գումար ստանալ, վարկ ստանալ կամ պետք է վարկը վճարեք օրինակ այս շաբաթ։
Նաև հիվանդանոց դա կարող է լինել, ուսման կենտրոն դա կարող է լինել, երեխայի գումարը պետք է փակեք, այդպես վճարներ անեք, ինչ-որ բաներ անեք, նույնն էլ հիվանդանոց, ինչ-որ վճարներ կարող եք անում, կամ բժշկական ոչ է կենտրոնն է, բայց ինչ-որ հստակ գործողությունը պարտադիր չի այնտեղ լինի վիրահատություն կամ ինչ-որ մի բան, դրա համար կարող եք գումար ծախսել, կամ սա կարող է լինել նաև ապահովագրության գումար, որը գալիս է ձեզ, ժառանգություն նույնպես կարող է լինել, աշխատավարձը կարող եք ստանալ այս ժամանակ, նաև աշխատավարձը կարող է բարձրանալ ի դեպ, եթե շտապում եք ընտրություններ, ընտրության առջև եք կանգնած, այստեղ կարող է նաև աշխատավարձը բարձրանալ, կամ դուք կարող եք ասել, ուզում եմ դուրս գալ, աշխատավարձը քիչ է, կարող բարձրացնել, ես կարող եք կմճտել, մի թեթև, բայց շատ չէ, էլի չասեն, դե ուզում ես գնաս, գնա, կամ ուղղակի չի բավականացնում եւ այլն ինչ-որ խոսակցություններ եւ կարող են նաեւ բարձրացնել այստեղ աշխատավարձը։ Իսկ առողջության հետ կապված մի փոքր էի, որ գտնում եք հասարակության մեջ, այնտեղ կարող եք մրսածություն կամ ինչ-որ գրիպ վարակ, հա, ինչ-որ մի բան վարակվեք, նաեւ դա չի բացառվում վարակը, տարբեր վարակներ կան։ Եվս, հա, ամեն ինչի ուշադրություն դարձրեք։ Բայց ընդհանուր առմամբ ինչ-որ առողջական մեծ խնդիրներ ձեզ մոտ գոյություն չունեն։ Ուղղակի ինչ-որ մարդկանց մեջ գտնվելուց Օրինակ, որտեղ է, ինքան փռշտացին, վերջում ես էլ սկսեցի փռշտալ, ոնց որ եթե թույլ է իմունիտետը, միանգամից սկսում եք վերցնել այդ գրիպոզ վիճակը։ Այսքանը ամեն դեպս հիանալի շաբաթ էր ձեզ համար, ինչ-որ խնդիրներ ես չտեսա։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 1-ից 18-ը։ Ընդհանուր ֆոնը օձերն են, կամ օձեր, նախանձմարտիկ, կամ նաև գայթակղություն, ինչ-որ մի բան կարող է այս շաբաթ ձեզ գայթակղել կամ ինչ-որ մեկը, կամ ուղղակի պետք չի բոլորին պատմել այն ինչ-որ կա, որովհետև նախանձմարտիկ են, չար մարդիկ են ձեզ մոտ շրջապատված։ Նաև կարող եք հանդիպել, եթե հատկապես դուք եք օձի տարում ծնված, ապա կարող եք հանդիպել ձեր տարիքի ոչ է մեկին, ուղղակի օձի տարում ծնված ոչ է անձնավորության։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Ունենք ինչ-որ գայթակղություններ կան, ինչ-որ բաներ կան, ես դա խաղ կա հարաբերություններում, անլրջություն կա հարաբերություններում, պետք է շատ ուշադիր լինել, հատկապես նոր ծանոթությունների նկատմամբ, ինչ-որ երկրորդ կեսի նկատմամբ, լուրջ չի վերաբերվում անձնական հարաբերություններին, այսինքն մարդը կարող ավելի շատ աշխատել, քան զբաղվել անձնական հարաբերություններում, որտեղ դե կինը տունը նստած է, այդպես, հա, ինչ-որ հատուկ ինչ անեմ, որը ինչ-որ նաև եթե ծանոթությունը նոր, ապա սա ոնց որ լուրջ ոչինչ չկա, բացարձակ, խաղ է, տեսնում ենք, լուրջ ոչինչ չկա, հարաբերությունները չեն կարող այդպես հստակ լրջանալ, որ ասեմ, հա, կծանոթանաք այս շաբաթ եւ հետո լուրջ հարաբերություններ կունենաք, ես նման բան չեմ կարող ասել, եթե ուզում եք 1 օրյա ֆլիրտ, 2 օրվա ֆլիրտ, ապա հա, այստեղ հնարավոր է, որտեղ նաև գայթակղությունը կա, այսինքն կա սյուն տղամարդ է, սյուն կին է ու վերջ, 1-2 օր եւ վերջ, խաղ էր դա։ Նաև ինչ-որ մի բան տեղի կունենա, ինչ-որ մի բան, ես հստակ չեմ կարող ասել, սա մեկակնթարթ ինչ-որ մի բան է հարաբերությունում, կամ ինչ-որ մեկն է մտնում ձեր հարաբերություններ, կամ ընտանիքում ինչ-որ մի բան է տեղ ունենում մեկակնթարթ, որ դա բոլորին է վերաբերվելու։ Աշխատանքի հետ կապված ուղղություն եք ընտրելու, ինչ-որ բան եք ընտրելու ձեզ համար, այսպես պետք է անեմ, դուրս գամ, գնամ սա անեմ, կամ ուզում եմ հստակ այստեղ աշխատել, ուզում եմ աշխատել, ասենք, եթե չեք աշխատում, ուզում եմ բիզնես ունենալ, ուզում եմ սա, ինչ-որ ուղի կընտրեք, սա, օրինակ, ուզում եմ գնալ վարսավիրանոց բացել, կամ ինչ-որ մի բան, հա, որը այդ ուղին է, հա, մարդը ուղի է ընտրում, աշխատանքում, թեկուզ, միգուցե ձեզ առաջարկում են, որ օրինակ, արի այս սա աշխատի, հա, այս գծով աշխատի, այս բաժնում աշխատի, եւ դուք կարող եք մտածել նաեւ այդ ուղղությամբ եւ ընտրեք այդ ուղղությունը, հա, դա ձեզ դուր գա դա։ Ինքնին նաեւ գայթակղվեք այդ ուղղությամբ, չի բացառում, դա ընդհանուր ֆոնը նաեւ գայթակղությունն էլ կա։
Կամ այնքան չարախոսներ կան, այնքան բաներ կան, որ վերջի վերջո ուղղություն նաև կարող է լինել, որ գնում եմ տնօրենին ասեմ։ Դա էլ կարող է լինել, այն շաբաթ ինչ որ վեց կարող տրամադրված լինել։ Գումարի հետ կապված շատ ուշադիր եղեք, այնտեղ օծեր կան, այստեղ կռիստը նշանակում է մանր-մունր խնդիրներ կամ գումարի կորուստ։ Անիմաստ կարող եք ծախսել, անիմաստ կարող եք ինչ որ մի բանի հավատալ գումար վճարել։ Ես շատ շնորհակալ եմ այդ կնոջը, չգիտեմ, Կարիճ է թե ով է, որ ուղարկել էր ինձ այդ բաները, որ չգիտեմ ինչ էր ուզում անել, հավատացել էր իրոք, հա, պետք չի նման բանային հավատալ, ոչ ոք ձեզ հաստատ հենց այնպես գումար չի տա, ոչ մեկ դե համար, հա, այստեղ եւս գումար կարող եք կորցնել ինչ որ միտեղ գրանցվել, քարտերը գրանցել եւ գումար կորցնել։ Արձերն գումարը եւս պետք է հասկանաք, որ պետք է ուշադիր լինեք։ Բացի դա էլ դա կարող է լինել մանր-մունր խնդիրներ, որոնք որ պետք է վճարեք, այդպես գումարային ծախսեր են, գումարային խնդիրներ, որ պետք է վճարեք, այդ խնդիրներից ազատվեք։ Առողջության հետ կապված ինչ որ հստակ խնդիրներ գոյություն չունեն, ուղղակի երբ որ գտնում եք դրսում, ինչպես որ նախորդ ասացի, ուղղակի պետք է այնպես անեք, որ չվարակվեք ոչ ոքից։ Գրիպ եւ այլն յուրաքանչյուր բան։ Այդտեղ անգամ Հայաստանի պետքարաններն էլ եւս, հա, ինչ որ տեղեր կան, որ շատ մաքուր են, տեղեր կան, որ չէ, բնականաբար չի կարելի այդպես բացահայտ օգտվել այն տեղից։ Հազարումի վարակ կա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Ընդհանուր ֆոնը ուսումն է։ Ուսում կարող եք սովորել, միգուցե լեզուներ եք սովորում, միգուցե մեկ այլ բան է։ Նաև կարող է լինել ոմանց համար զաքսավորում, ոմանց համար պայմանագրի կնքում։ Գաղտնիք կբացահայտվի, շատ կարևոր ձեզ համար։ Ինչ որ մի գաղտնիք է։ Տեսնենք միգուցե ցույց տա։ Ինչ է սպասվում աղեղնավորներին։ Նայեք, այստեղ օծեր կան անձնական հարաբերությունում եւ գաղտնիք։ Այդտեղ պետք է ուշադիր լինել, որովհետեւ օծերը դրանք մեր ճուզող մարդիկ են եւ իրանք իբրև թե բերանից թռցնում են ինչ-որ մի բան, ինչ որ գաղտնիք են փորձում բացել, ինչ որ մեկին տեսել են ինչ որ միտեղ եւ այդ գաղտնիքը վայ իբր բերանից թռավ, այդպես։ Դա կարող է այդպես ասել, նա ինչ որ մարդիկ ուշադիր եղեք։ Նաև այստեղ չի բացառվում, որ սիրո խոստովանություն լինի, այսինքն այդպես գաղտնիքը բացահայտվի, իր հարաբերությունները, իր մտածելակերպը ձեր մասին։ Նաև անձնականում այստեղ, եթե ունեք ինչ-որ մարդիկ տանը, ովքեր որ ձեզ չեն սիրում, միգուցե բացահայտ ասեն ձեզ այդ մասին, ասեն թե ինչու ինակ ձեզ չեն սիրում։ Արտահայտության մեջ շեշտեն։ Այստեղ գայթակղություն կարող է լինել, թեկուզ եթե ամուսնացած եք, պետք է ուշադիր լինեք, գայթակղություն կարող է լինել հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ, նաև ուղղակի կարող եք տեսնել, որ հավանում եք եւ փորձեք շփվել, որտեղ գայթակղվում եք եւ նախանձում են ձեր ընտանեկան կյանքին, նախանձում են ձեր անձնական կյանքի, թե թեկուզ դուք կամ բամբասում են նաև, հա, թեկուզ եթե դուք միայնակ եք, թեկուզ ծնողների հետ, թեկուզ այնպես, եթե թեկուզ մեկի հետ էլ տեսնում են, ոնց որ անընդհատ ինչ-որ գաղտնիք, ինչ-որ մի անգամից վայ բացահայտվեց, հա, ես Վարդուշը չգիտեմ ում հետ տեսանք, այդպես կարող մի անգամից սկսում են խոսել ու խոսել, թեկուզ ձեր ընտանիքի մասին, թեկուզ ով մտավ, ով դուրս եկավ, եւս էլ այստեղ խոսակցություններ կան, որտեղ կան ձեր շրջապատում այնպես մարդիկ, ոնց հարևաններին է ցույց տալիս։ Եվ չի բացառում տան անդամներից ինչ-որ մարդիկ, ովքեր որ եւս էլի այդպես են տրամադրված։ Կարող է 1-2-ինն է, բայց ես տեսնում եմ կան։
Աշխատանքի հետ կապված կամ նախկին աշխատավայրից ձեզ կկանչեմ, որպեսզի էլի նույնից աշխատեք նույն տեղում կամ դուք ինքներդ կանեք այն աշխատանքը, որը նախկինում եք արել, անցյալում, դանով գումար եք վաստակել, թե հիմա բիզնես կլինի, տան աշխատանք կլինի, ինչ գործեր, որ ուզում եք անեք, նույնից կարող եք սկսել այդ գործերով զբաղվել էլի։ Կարող եք նաև տեսնել անցյալից իր այդ աշխատել եք, նման մարդու կարող եք հանդիպել, որ ում հետ որ աշխատել եք, այդպես կարող եք տեսնել իրար։ Գուցե նաև առաջարկի, հետո ձեզ իրար հետ աշխատել եւս։ Գումարի հետ կապված սա հեշտանումը։ Սա վերաբերվում օրինակ վարկ ստանալուն, որ կարող է ավելի հեշտ ստանաք վարկ։ Դա աշխատավարձը, միգուցե նաև աշխատել եք, գումար է մնացել անցյալից։ Այսինքն գումարը չեն վճարել լիարժեք եւ մնացել է եւ հիմա տեսակ այս շաբաթ եթե ուզենաք այդ գումարը ստանաք ավելի հեշտ կտան ձեզ։ Գուցե մինչեւ հիմա ձեն չէի քանում, դա մար չէին տալիս։ Ամենայն դեպս գումարային առումով էլի հեշտ գումար կաշխատեք, եթե ինչ-որ ապրանքներ եք վաճառում, այդպես կարող դա վաճառվի ավելի հեշտ եւ գումարը միանգամից ինչ որ հեշտ կա։ Եթե ինչ-որ մեկից պարտքով գումար է պետք վերցնել եւս էլի կկարողանաք տալ, նույնը փակել է ինչ-որ բան, այսինքն գումարը կգա եւ դուք չեք դժվարանա այդ գումարը փակել, վճարել, թեկուզ պարկ, թեկուզ վարկ, ինչ ուզում է լինի, ոնց որ մարդու աչքին այդքան չի երևա, ավելի հեշտ կհրաժարվեք, կբաժանվեք այդ գումարից։ Առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ձեր մազերին, դեմքին, մաշկին, խնամեք ձեզ, դա կարող է նաեւ մազաթափություն կա ոմանց մոտ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 1-ից 7-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողությունն է, հաջողություն, նոր դռներ, նոր հնարավորություններ, հաջողություն յուրաքանչյուր ոլորտում, ոնց որ կկարողանաք յուրաքանչյուր բան ավելի լավ անել, ավելի հեշտ անել, որովհետև դռները բաց են։ Ոմանք կարող են նաև դռներ փակել, ինչ-որ բաներ անել եւ այդ ոլորտի դռները փակել, այլևս չանդրադառնալ այդտեղ։ Վերադառնալ ոնց որ դա վերջ ավարտեցիք, դռները փակեցիք։ Ոմանց համար սա նոր դռներ են, նոր հնարավորություններ են։ Տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին։ Այստեղ աշխատանքի տեղը կարող եք բորբոքվել մի փոքր։ Մեծ անձնական հարաբերությունում կարող է նոր ծանոթություն ա, բայց ես չեմ խոստանա, որ ծանոթությունը երկար կտևի, որովհետև դա կարճ է, շատ արագ է։ Արագ մտնում են, արագ դուրս են գալիս այդպես։ Նաև նորություններ կլսեք ձեր ընտանիքի անդամներից, ում եք ինչ-որ բան կասի։ Նաև դա կարող է լինել հյուրեր, որ գան եւ այս մեկ շաբաթը մնան ձեր տանը, կամ դուք գնաք եւ մնաք ինչ-որ մեկի տանը մեկ շաբաթ եւ ինչ-որ փաթեթ կարող եք ստանալ, փաստաթուղթ կարող եք ստանալ, որը վերաբերվում է եւս ամբողջ ընտանիքին, ոչ միայն անձամբ ձեզ։ Կարող է ձենն է, բայց նաեւ օգտվում են ընտանիքը, բոլորով կարող եք ուրախանալ այդ ինչ-որ ստանաք, այդտեղ հաջողություն եւս կա։ Եվ աշխատանքի վայրում կամ աշխատանքի հենց այնտեղ ներսը իրար եք ուտում, կամ աշխատանքը բարկացնում է ձեզ, աշխատանքի վայրը, տնօրինությունը, ընդհանուր այդ աշխատանքը, որը որ դուք եք անում, որովհետև երբ որ գումար է պետք, չէ՞ մարդը չի նայում ինչ է աշխատում, բայց այդ աշխատանքը իրեն նյարդայնացնում է հետո։ Անհանգիստ եք միգուցե աշխատանքի հարցում, աշխատանքի վայրի հարցում, կորցնելու, դուրս գալու եւ այլն, ինչ որ նման բաներ կարող են լինել։ Նաեւ ուղղակի բորբոքվածությունը աշխատողների հետ կապված է, իրար կա, իրար միս եք ուտում անընդհատ, չեք դիմանում, խոսում եք իրար վրա այդպես։ Բայց դա այնտեղ հաջողություն կա, կամ դռները փակել, նայեք, այստեղ, այդտեղ պետք է զգուշ լինել արդեն։ Եթե չեք ուզում դուրս գալ աշխատանքից, պետք չի ուրեմն դռները փակել։ Պետք է լեզու գտնեք։ Լեզու կարող եք գտնել, այնտեղ հաջողությունը ունեք։
Գումարային առումով եւս կամ վարկ են ձևակերպել, ինչ մի բանը որ հաջողությամբ է, կամ աշխատավարձ են բարձրացնելու, կամ աշխատավարձն եք ճիշտ ժամանակին է ստանալու, կամ երկրորդ եկամտի աղբյուր եք գտնելու, կամ այնտեղից կարող է եկամուտ ստանաք։ Ֆինանսական հարցերում հաջողություն ունեք մի խոսքով, կամ ինչ-որ հաջողություն, ինչ-որ մի բան եք փակում, վերջացնում, նստում, հա, այստեղ, կամ եւս հա կարող նոր է բացվում, նոր դուռ է բացվում, վարկ եք վերցնում եւ անում եք ձեր գործողությունները։ Եվ այստեղ պետք է մի փոքր ուշադիր արդեն լինել, վարկ վերցնելու եւ նոր գործեր սկսելու, որտեղ բորբոքված եք եւ կարող է ճիշտ չկարողանաք անել նոր գործերը։ Եվ առողջության հետ կապված ուղի եք ընտրել, այսինքն կամ գնում եմ բժշկի, հա, կամ գնում եմ անալիզ հանձնեմ, կամ գնում եմ այդպես օրգանս ստուգելու, այսպես ինչ որ պահեր են, որոնք որ կընտրեք, որոշեք, որ հենց այդ ուղիով պետք է գնաք։ Այդ ուղղությամբ, հա, սա եմ անելու, նա եմ անել, գնում եմ քիթս վիրահատեմ օրինակ, գնում եմ այս խալս նայեն, գնում եմ սա, ինչ որ հստակ ուղղություն կընտրեք այս շաբաթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Սա ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, ինչ-որ մի բան է գնալու նորին տեղ բացելու համար, հանգիստ պետք է բաց թողնել, որովհետև դա ավելորդ է, որ գնում է, լցվել է, այսինքն նա արդեն պետք չի, նա ինքը դրա համար է գնում, որովհետև լցվել է, դրա համար պետք է իրան արդեն բաց թողեք, հանգիստ թողեք, թող գնա ինքը, մի բռնեք, ոչինչ մի արեք։ Նորին է տեղ բացելու համար, դուք ինքներդ կարող եք գիտել ինչ-որ բաներ հանել ձեր կյանքից, ինչ-որ մարդկանց հանել, կամ ինչ-որ բաներ հանել, տեսնենք գուցե ոլորտը ցույց տա, կամ հենց այդպես եք մտնում արդեն ոնց որ հունիս ամիս, ինչ է սպասվում ջրհոսներին, նայեք աշխատանքի մեջ կա դժվարություն, այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում ոմանց մոտ այստեղ կա հարսանիք է, ձեր հարսանիքն է շաբաթ, գնում եք հարսանիքի, պատրաստվում եք կամ ծնունդ է, ծնունդի եք գնալու մասնակցեք, խոսքով առիթ է կամ տանն է առիթ, ձեր տանն է առիթ, նշելու եք, մարդկանց մեջ շատ կլինեք, բայց ընտանիքով, ընտանիքի անդամներով, նաև սա կարող է նոր ծանոթություն լինել հասարակական վայրում, ինչ-որ մեկ է ծանոթանիք այնտեղ դրսում։ Ինչ-որ մեկ անգավ, ինչ-որ մի բան անգավ, գրով է, ոչ մի բան չկար, երևի հարևանություններ, աշխատանքի հետ կապված այստեղ դժվարություններ կան, կամ ծանր է աշխատանքը, կամ ծանր աշխատանք է կանելու այս մեկ շաբաթվա ընթացքում, կամ դժվարություններ են, կամ դժվարություն է աշխատանք փնտրելու, գտնելու մեջ, նաև ինչ-որ ճակատագրական աշխատանք է, ոնց որ խաչ է ձեր ուսերին, միգուցե դուք եք մենակ աշխատում, դա է ցույց տալիս, որ ամեն ինչը ձեր ուսերին է, այդ բեռը դուք եք տանում, աշխատանքի, աշխատավայրի, կամ ոնց որ շատ բան են ձեզ տալիս, ոնց որ բոլորի աշխատանքը ձեր ուսերին են բարդում, որ դուք անեք, սա էլ արա, նա էլ արա, միևնույն է կարողանում ես անել այդպես։ Դա եւս հա պետք է այստեղ կամ դժվարություններ կան աշխատանքի վայրում կամ աշխատանքում։ Գումարի հետ կապված խաբեություն, շատ ուշադիր եղեք, որովհետև կարող են խաբել, գումար վերցնել, պարտքով կամ եւ ինչ-որ մի ձև, կամ այսպես արա գումար կաշխատես, կամ միգուցե հենց աշխատանքն է այստեղ, հա, եւ աշխատավարձը չեն տալիս, դա եւս հա ոնց որ խաբեություն է եւ դժվար է, եւ խնդիրներ կան արդեն ոնց որ աշխատանքի վայրում։ Նաեւ յուրաքանչյուր մարդով որ գումար ուզի ձեզանից մի քիչ ուշադիր եղեք, այդպես արագ մի գումար տվեք իրենց։
մի վստահեք եւ մի տվեք արագ գումար։ Դուք ինքներդ կարող խորամանկ լինել մի փոքր գումար վաստակելու մեջ արդեն, այստեղ որ ավելի շատ գումար վաստակեք, դուք կարող լինել խորամանկ։ Իսկ առողջության հետ կապված մի քիչ ստրեսային պահեր կան, միգուցե աշխատանքներ, դժվարություն, ծանրություն, պարտականություն, բեռ եւ կարող է հենց ստրեսի մեջ եք, հոգնածություն է, պետք է հանգստանաք, որովհետեւ կարող է ավելի շատ այստեղ դեպրեսիվ վիճակի մեջ մտնեք։ Դրա համար գումար մի տվեք պարտքով, որովհետև դա եւս կարող է ձեզ համար հետո շատ ծանր լինել։ Այսինքն դժվարանաք գումարը հետ վերցնել։ Զգուշացումներ ունեիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 1-ից մինչև 7-ը։ Ընդհանուր ֆոնը գաղտնիքն է, գաղտնիք կարող է բացահայտվել, նաև ուսումը։ Կարող եք սովորել, կամ ցանկություն ունենաք սովորելու, գուցե երեխաների հետ կապված է դա, դիմում եք ուսման համար, գրանցում եք երեխաներին, գուցե աշխատանքի բերումով պետք է սովորեք նաև, բայց նաև չի բան, դա գաղտնիք է, որը բացահայտվում է ձեզ համար։ Ման կարող են զաքսավորվել այս շաբաթ, պայմանագիր կնքել։ Տեսնենք, ինչ է սպասվում ձկներին։ Ահա, մենք անձնական հարաբերություններում կան խաբեություն, կան խորամանկություն, այնպես որ ես հարցում պետք է շատ ուշադիր լինեք, նոր ծանոթություններին մի վստահեք այդպես շատ արագ, նաև կողոտան անդամներ ուղղակի ձեր հանդեպ խորամանկ լինեն։ Նաև սա կարող է ուղղակի այդ խորամանկ անձնավորությունը որևիցե գաղտնիք բացահայտի անձնական կյանքի, թեկուզ եթե կիսվել եք ինչ-որ մի բան, նա կարող է բացահայտ սկսի խոսել սրա նրա մոտ։ Այնպես որ եւս ուշադրություն է այստեղ պահանջում։ Աշխատանքում ուղիղ ընտրեք, սա պետք է անեմ, նա պետք է անեմ, նա կվաճառեմ, նա ինչ-որ մի բան է աշխատանքից օրինակ դուրս կգամ, կգնամ մյուս աշխատանքին, բիզնես կբացեմ, ինչ-որ մի հատ ուղի է, որը դուք կընտրեք ձեզ համար։ Կամ վերջ սա չեմ անելու, կամ վերջ սա եմ անելու, այսպես եմ վարվելու արդեն, ոնց որ սենց հստակ մարդը ուղի է դնում իր առջև եւ հենց այսպես եմ գնալու վերջ, ում դուր է գալիս, ում դուր չի գալիս, այսպես եմ սկսելու արդեն աշխատել, եթե պետք լինի կուշանամ, եթե չգիտեմ այնտեղ ամեն ինչ մի բան, ամեն մեկը մի բան կարող է մտածել։ Գումարի հետ կապված այստեղ ընտրության առջև եք, կամ գումարը ծախսելու համար, ինչ-որ մի ապրանք գնելու համար դա կարող է լինել, որ ընտրում եք, անեք թե ծախսանեք թե ոչ, գուցե երկու եկամտի աղբյուր է նաև, որ երկու տեղից է գումար կստանաք, մեկը կարող է աշխատավարձը, մեկը կողքից։ Ավելի շատ ընտրություն է այստեղ, ընտրություն է թե գնեք դա թե ոչ, վերցնեք դա թե ոչ, ինչ-որ պահեր են այստեղ։ Ծախսեմ կամ գուցե դիմեմ, գուցե վարկ վերցնեմ, թե ոչ, այդպես, հիմա պարտքը փակեմ, թե մյուս ամիս, նման ինչ-որ բաներ են, որոնք որ կմտածեք այս շաբաթ։ Առողջության հետ կապված կամ մանկության տրավմաներ են, կամ մանկական հիվանդություններ են, որ կարող երեխան է վարակվում, հետո ծնողը, կամ հղիություն է, ծննդաբերություն է սա, կամ թեկուզ ալերգիաներ են, այնպիսի ալերգիաներ, որ կարող է ունեցել եք օրինակ մանկության տարիներին եւ հիմա կարող է այսքան տարի չեք կերել դա եւ որոշում եք, ասում եք կարող է անցած լինի, բայց չի անցնում, մարդ պետք է ուտի, որ անցնի եւ հիմա նորից էլի ոնց որ ի հայտ է գալիս, նորից էլի բացահայտվում է։ Դե լավ կլինի, որ եթե ընտարիքում եք, որ կարող եք հղիանալ, ապա այստեղ ավելի լավ բան կա, հղիություն, ծննդաբերություն։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։